Բարի ուշ գիշեր, եթերում սեքսադարանն է, հաղորդում ամենակարևորի մասին, սեռական առողջություն, սեռական կյանք, ընտանիք և շատ այլ թեմաներ, մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք լռում եք։ Եթե ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ։ Ժամանակն է չքննարկվածը պարզելու և ամեն ինչ իր տեղը դնելու։ Խոսելու ենք ամուսնական դավաճանության և դրա հետևանքների մասին։ Այս թեմայի մասին կան բազմաթիվ կարծրատիպեր և որպես կանոն այդ կարծրատիպերն էլ շատ դեպքերում չլուծվելու, չպարզաբանելու դեպքում հանգեցնում են ամուսնալուծությունների։ Կարծրատիպերի մի մասի դեպքում մենք գործ ունենք այն հարցերի հետ, որտեղ կանայք չգիտեն, թե ինչից սկսեն, ինչպես սկսեն և շատ անգամ ես ինքս զույգերի հետ աշխատելիս, հատկապես կանանց հետ զրուցելիս լսում եմ այդ գանգատը, երբ կինը նշում է, որ փորձում է անկողնում դրսևորել որոշակի ազատություն կամ նախաձեռնություն, բայց չգիտի, թե ինչպես դրանք արձագանքի իր ամուսինը։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ կինը փորձել է քայլեր անել, անկողնում նորություններ ներմուծելու կամ ինչ-որ մի բան անելու, որը նախկինում չէր արվում և արժանացել է ամուսնու կողմից կոպիտ վերաբերմունքի և նույնիսկ եղել են դեպքեր, որ բանը հասել է բռունցքների նույնիսկ։ Սա մի կողմից։ Մյուս կողմից պետք է նշել, որ տղամարդիկ էլ երբեմն խնդիրներ են ունենում այս հարցում, փորձելով անկողնում իրենց կնոջ հետ վայելելու այն, ինչ իրենք կուզենային, ընդարձակելու այսպես կոչված սեռական նախասիրությունների շրջանակը, բայց իհարկե ստանում են մերժում և նույնիսկ սա էլ արդեն երբ որ զրուցում եմ ամուսինների հետ, իհարկե նաև կշտամբանք են արժանանում, որոշ դեպքերում կանայք նույնիսկ վիրավորվում են ասելով, թե ինձ ում տեղն է դրել։ Այսինքն մենք այս դեպքում գործ ունենք բավականին արմատացած կարծրատիպերի հետ, որոնք ունեն երևի թե չեմ չափազանցնի, եթե ասեմ դարերի պատմություն և այսօր էլ այդ կարծրատիպերը ցավոք կան։ Եվ մենք պետք է հասկանանք, որ դավաճանություն ասվածը ունի բազմաթիվ պատճառներ, որոնցից ամենաշատը մենք գործ ունենք հենց այս հարցում։ Ամեն դեպքում մի բան պետք է մենք հստակ արձանագրենք։ Անկողնային հարաբերությունները միայն երկուսի գործն է և թե ինչ է հաճելի, ում ոնց է հաճելի, որ դիրքն է հաճելի կամ սեռական գործողության որ տարբերակն է նախընտրելի, պետք է քննարկեն երկուսով։ Թե ինչ են դրա մասին մտածում հարևանները, բարեկամները, ընկերները կամ ինչ են առհասարակ խոսում, դա իհարկե ոչ մեկի գործը չէ և յուրաքանչյուր զույգ ինքն է որոշում, թե անկողնում իր համար ինչն է նախընտրելի, ինչը ոչ։ Վերջ-ի-վերջո չպետք է մոռանալ, որ հաճույքը փոխադարձ է և վայելում են երկուսով և հետևաբար էլ քննարկելու առումով էլ պետք է անպայման լինի երկուսի մասնակցությունը։ Եվ եթե ձեր կինը, հարգելի տղամարդիկ, կամ ձեր ամուսինը, հարգելի կանայք, ինչ-որ մի բան է առաջարկում անկողնում փորձելու կամ որևէ նորարարություն ներմուծելու, պետք չէ միանգամից սուր դրան արձագանքել։ Պետք է հասկանալ, որ անկողինն էլ ժանգոտելու միտում ունի և այն նույնպես պարբերաբար պետք է վերանայել և մինչ արձագանքելը կամ առավել ևս կշտամբելը կարելի է, իսկ ես կասեմ պետք է միասին քննարկել այդ հարցը։ Դա զույգային հարց է և ընդհանրապես անկողինը և սեռական ֆունկցիան օրգանիզմի միակ զույգային ֆունկցիան է։ Եվ եթե որևէ մի հարց անհանգստացնում է, իսկ առավել ևս չգիտեք, թե այդ հարցին ինչպես պատասխանել, պարզապես կարող եք դիմել մասնագետի օգնությանը և ստանալ այն անհրաժեշտ խորհուրդները, որոնցից հետո արդեն կկայացնեք որոշում։ Եվ բացի այդ, նույնիսկ այդ դեպքում էլ, եթե ինչ-որ մի բան ձեր սրտով էլ չի, ձեզ որևէ մեկը չի կարող պարտադրել անկողնում անել կամ փորձել այն, ինչը որ դուք չեք կամենում։ Այս հարցում շատ կարևոր է, որ դուք լսեք, թե ինչ է ասում ձեր սիրտը, ինչ ցանկություններ ունեք և որոնք են ձեր սեռական ֆանտազիաները, մարդու սեռական ֆանտազիաները նրա երևակայության արդյունքն են։ Այն, ինչ այսօր ձեզ համար խորթ է, գուցե որոշ ժամանակ անց դառնա հաճելի, պարզապես պետք է այդ ուղղությամբ մտածել, քննարկել ձեր սիրելիի հետ և նոր կայացնել որոշում՝ ուզում եք դա անել, թե ոչ։
Իհարկե, կարծրատիպերը միակ պատճառը չեն, որոնք հանգեցնում են այս խնդրին։ Կան բազմաթիվ այլ պատճառներ, որոնք ժամանակի ընթացքում խնդիրը կարող են ավելի խորացնել։ Թվարկենք դրանցից մի քանիսը։ Շատ դեպքերում, օրինակ, երբ սպասելիքները չեն արդարանում, հատկապես խոսքանկողնային սպասելիքների մասին է, կարող է նկատվել իհարկե որոշակի հիասթափություն, հատկապես տղամարդու կողմից։ Շատ դեպքերում, երբ ամուսինը ընտանեկան անկողնում չի ստանում այն, ինչը կուզենար ստանար, արդյունքում իհարկե ինքը դա սկսում է փնտրել այլ վայրերում, եւ սա շատ դեպքերում էլ հենց հանդիսանում է պատճառներից այն հաճախ հանդիպողը եւ լսվողը, որը եւ ես ինքս եմ լսում, ինչը տղամարդուն դրդում է այդ քայլին։ Իհարկե, սա չի նշանակում, որ այս պարագայում մենք պետք է սա որպես արդարացման միջոց օգտագործենք, պարզապես պետք է սա մենք հաշվի առնենք եւ հասկանանք, որ այս պատճառը բավականին հաճախ է հանդիպում։ Կա դավաճանող տղամարդկանց մի տեսակ, որոնք նույնիսկ օրագրեր են պահում, այնտեղ նշում, թե օրը քանի անգամ ում հետ, որտեղ ինչ դիրքերով, թիթիզանում են իրենց ընկերներին, պատմում, գլուխ գովում, թե իրենք այսպես մաչո սեքս տերմինատորներ են։ Իրականում պետք է հիասթափեցնեմ։ Որպես կանոն, նմանատիպ խրտնարշավով ապրող տղամարդիկ ունեն լուրջ սեռական եւ հոգեբանական խնդիրներ եւ այս կենսակերպը օգտագործում են որպես պատյան, ցույց տալով, որ իրենք որպես կանոն իհարկե առողջ են, առնական են։ Հետազոտությունները պարզել են, որ նմանատիպ անառողջ կենսակերպով ապրող տղամարդիկ միշտ փորձում են դրանով իսկ խորարկել իրենց հատկապես մանկապատանեկան տարիքից եկած բազմաթիվ տրավմաները, որոնք ժամանակի ընթացքում չեն լուծվել եւ դրանով իսկ ժամանակի ընթացքում վերածվել են սեռական անառողջ կենսակերպի։ Այս թեման քննարկելիս որպես կանոն խոսում են միայն տղամարդկանց մասին, բայց փաստերը ապացուցում են, որ դավաճանում են նաև կանայք։ Եվ ասեմ ավելին, մեր դիտարկումները եւ կլինիկական փորձը վկայում են, որ քիչ չեն դավաճանում ցավոք։ Սրա պատճառները իհարկե տարբեր են, բայց հաշվի առնելով կնոջ հոգեբանական առանձնահատկությունը, բնականաբար պատճառներն էլ գերազանցապես հոգեբանական են։ Օրինակ, անտարբերությունը ամուսնու կողմից եւ շատ դեպքերում նաեւ ամուսնուց վրեժ լուծելու տարբերակն է գործում, երբ կինը իմանում է, որ ամուսինը դավաճանել է եւ ինքն էլ փորձում է նույն կերպ պատասխանել, որը իհարկե ոչ մի կերպ չի կարող արդարացնել նման մոտեցումը, որովհետեւ արդյունքում խնդիրը ավելի է խորանում։ Շատ դեպքերում չլուծված կոնֆլիկտները, որոնք ժամանակի ընթացքում խորանում են եւ կնոջ վիրավորանքը չի մեղմանում եւ ինքը փորձում է նման կերպ լուծել խնդիրը եւ այլն։ Քիչ չեն դեպքերը, օրինակ, ալկոհոլի ազդեցության տակ տեղի ունեցած տեսարանները, որոնք հետո կարող են ավելի բարդանալ, եթե կինը չհրաժարվի ալկոհոլի օգտագործումից։ Խնդիրը ժամանակի ընթացքում չլուծվելու եւ ավելի խորանալու պարագայում կարող է հանգեցնել բավականին լուրջ հետևանքների, մասնավորապես այս պարագայում առաջին տեղում են սեռավարակները։ Ցավոք, իհարկե մասնագիտական փորձը վկայում է, որ բոլոր այն տղամարդիկ, որոնք գալիս են հետազոտվելու եւ նշում են, որ իրենք ձախ չեն գնացել, ինչպես հաճախ իրենք են ասում, միշտ հետազոտվելու արդյունքում, երբ որ հայտնաբերում ենք խնդիր, հատկապես սեռավարակ, որը բերել է սեռական այս կամ այն խանգարման, նոր անալիզների իհարկե պատկերը տեսնելուց հետո ասում են, հա, վայ, ոնց որ թե գիտեք, տարիներ առաջ, հա, ինչ որ մի բան եղել էր, խմած եմ եղել, ոնց որ թե կարող է այդ ժամանակվանից եղած լինի, հարգելիներս, երբ որ չարություն եք անում, հիշեք, դա ժամկետ չունի։ Եթե դուք դրանից հետո չեք հետազոտվել, այդ խնդիրը կարող է մնալ նույնիսկ տարիներ եւ ժամանակի ընթացքում սկսի արդեն ձեզ անհանգստացնել, որովհետեւ դուք ժամանակի ընթացքում չեք երիտասարդանում, ժամանակը դաժանորեն անում է իր գործը, օրգանիզմը ծերանում է եւ հետո գլուխ են բարձրացնում մնացած բոլոր խնդիրները։ Օրինակ, իհարկե կարող է նկատվել նաև սեռական ֆունկցիայի խանգարում, մասնավորապես պոտենցիայի խանգարում։ Եվ հերթական հարաբերության ժամանակ դուք կարող եք զգալ, որ պոտենցիան առաջվանը չէ, քանի որ խնդիրը վաղուց վանից արդեն սկսում է խորանալ եւ ժամանակի ընթացքում բարդանալ։
Իհարկե, այս դեպքում սեռական խնդիրները կարող են ավելի խորանալ, պոտենցիան կարող է նվազել եւ տղամարդը կարող է սկսել արդեն հրաժարվել հարաբերություններից։ Ինչ խոսք, պետք է անպայման բուժել սեռավարակները եւ դրանից հետո կարգավորել պոտենցիան։ Ի դեպ, պոտենցիան կարգավորելու հարցում կարող է օգնության հասնել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ դեղամիջոցը։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում 5 եւ 20 միլիգրամ։ 5 միլիգրամանոցը օգտագործվում է ամենօրյա ռեժիմով, իսկ 20-ը պլանավորված հարաբերությունից առաջ։ Դեղամիջոցը իհարկե ունի բարձր արդյունավետություն եւ նշանակվում է հիմնականում այն բոլոր դեպքերում, երբ արդեն իսկ առկա է պոտենցիայի խանգարում եւ տղամարդը դժվարություններ է ունենում սեռական հարաբերությունների ժամանակ։ Իր ազդեցությունը Տադաֆորտը թողնում է մոտավորապես 36 ժամ, այսինքն մեկ անգամ օգտագործելուց հետո 36 ժամվա ընթացքում տղամարդը կարող է ունենալ հարաբերություն եւ որոշ ժամանակ անց նույնիսկ կրկնել այն։ Թե կոնկրետ որ դոզավորումը ձեզ անհրաժեշտ կլինի բուժման ժամանակ, դա արդեն կորոշի ձեր անձնական բժիշկը, երբ անցնեք համապատասխան հետազոտություն, ունենաք ախտորոշում եւ որից հետո արդեն բժիշկը կնշանակի համապատասխան բուժումը։ Ուշադրություն, դեղամիջոցը ունի հակացություններ։ Եվ եթե նույնիսկ ինչ-ինչ հանգամանքներում, որը ոչ մի արդարացում չունի, դուք որոշել եք դիմել այդ քայլին ու մտածում եք ինչպես կազմակերպել ձեր երեկոն, հիշեք, որ մնացած բոլոր կարևոր բաղադրիչներից բացի ամենակարևորը հարաբերությունը պետք է լինի պաշտպանված։ Հետագայում մի շարք խնդիրներից խուսափելու համար ընդգծում եմ, թեև դա ողջունելի չէ, բայց հետագայում մեզ չայցելելու եւ խնդիրների կապակցությամբ բուժումներ չստանալու նպատակով իհարկե պետք է լինել աչալուրջ եւ զգոն։ Որպեսզի հարաբերությունները լինեն կայուն եւ ամուր, նախ եւ առաջ հարաբերությունները պետք է լինեն հասուն։ Եվ դրա համար այդ հասունության ուղղությամբ պետք է երկուսն էլ աշխատեն անդադար։ Ասել է թե հարաբերությունները ունեն մշտական խնամքի եւ ուշադրության կարիք։ Եվ դա ոչ թե կոնկրետ կնոջ կամ տղամարդու առանձին ֆունկցիան է, այլ զույգի։ Զույգը պետք է խնդիրների պարագայում զրուցի, քննարկի, խոսի, հասկանա խնդիրները եւ չխուսափի խնդիրներից։ Դա մի կողմից, մյուս կողմից որևէ մեկը չպետք է փորձի իբր օգնելու նպատակով խառնվի այդ հարցերում, որովհետև արդյունքը միմիայն ավելի տխուր է լինում։ Փորձը ցույց է տալիս մասնագիտական, որ նման դեպքերում զույգերը ավելի շատ մոլորվում են, խառնվում, իրավիճակը ավելի է բարդանում։ Եվ եթե նկատվել է խնդիր, ապա այդ խնդիրը ժամանակի ընթացքում պետք է շատ շուտ վերհանել, պարզել պատճառները եւ փորձել այն լուծել։ Եթե մոլորվել եք, դիմեք մասնագետի օգնությանը, որի անմիջական մասնակցությամբ հնարավոր կլինի հարաբերությունները պահպանել։ Եվ հիշեք, քանդելը հեշտ է, սարքելն ու պահպանելն է դժվար, առավել եւս երբ խոսքը ընտանեկան հարաբերությունների մասին է։ Այս թեմայով առջևում ձեզ սպասվում է շատ հետաքրքիր զրույց հոգեբանի հետ։ Մնացեք մեզ հետ։ Սեռական առողջությունը ընդհանուր առողջության անբաժանելի մասն է։ Այսօր մեր տաղավարում է ընտանիքի հոգեբան, ես եւ մենք խորհրդատվական կենտրոնի հիմնադիր Անի Բարսեղյանը եւ մենք միասին խոսելու ենք չափազանց կարեւոր թեմայի մասին՝ ամուսնական դավաճանություն։ Բարի երեկո Անի, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ։ Սովորաբար ամուսնական դավաճանություն ասելով կանայք եւ տղամարդիկ լրիվ այլ բան են ընկալում։ Այնինչ դավաճանություն է կանանց համար, տղամարդկանց պարագայում կարող է զվարճանքի եւ հաճույքի տարբերակ դրսեւորվել։ Եկեք խոսենք, թե հոգեբանության տեսակետից որն է կոչվում ամուսնական դավաճանություն։ Եթե փորձեմ խոսել դավաճանության մասին առհասարակ, չեմ փորձի առանձնացնել ամուսնական թե առհասարակ դավաճանություն, որովհետև խնդիրը հարցը նույնն է, երբ որ անձերի միջև պայմանավորվածությունը խախտվում է։
Եթե երկու անձ որոշել է, որ մեզ մոտ այսպես պետք է լինի եւ կողմերից մեկ այդ պայմանավորվածությունը չի պահում, մյուսը կարող է իրեն զգալ դավաճանված։ Բայց եթե չեն պայմանավորվել եւ խախտում է տեղի ունեցել, ոչ մեկ չի կարող բողոքել, որտեվ փաստացի չեք պայմանավորվել։ Հետաքրքիր մեկնաբանություններ իհարկե, այդ դեպքում եկեք ավելի մանրամասնենք, որովհետև հայ հասարակության համար թեման բավականին ցավոտ է եւ դավաճանելիս չեն քննարկում, թե որ կետն են խախտել եւ ինչը չեն պահպանել։ Եկեք այդ մասին խոսենք։ Ինչպես նշեցիք Հայաստանում ընդունված չէ նախամուսնական այդ հանգրվանի վրա աշխատանք տանելը, բայց այս հարցը հենց այդ փուլում բաց թողման հետևանք է լինում։ Երբ որ զույգերը շատ այսպես էյֆորիկ, հուզական մեծ ֆոնով մտնում են հարաբերությունների մեջ, պլանավորում են ամուսնություն, երկարատևական հարաբերություններ եւ այլն եւ չեն պլանավորում ինչպես ինչ կետեր կա, որի շուրջ արժի որ մենք խոսենք, մտածենք, պայմանավորվենք եւ դավաճանության փաստը հենց այս փուլի բաց թողում է լինում։ Ինչ եմ ես առաջարկում եմ, որ ցանկացած անձ գիտակցի, որ իր դիմացինը գալիս է ինչ-որ ընտանիքից, բերելով իր հետ որոշակի ժառանգություն, բերելով իր հետ որոշակի նորմեր, եւ երբ որ դու հանդիպում ես այդ անձին, ստացվում է, որ դու ֆիլմը դիտում ես կեսից։ Բայց այդ ֆիլմը ունեցել է նախաբան, որտեղ ինչ-որ բաներ են այդ երեխայի կյանքում տեղի ունեցել, ինքը ինչ-որ մոդելներ է տեսել, վարքի ձևեր է տեսել, եւ դա բերում է նոր հարաբերություններ։ Ես ունեցել եմ դեպք, որ աղջիկը եկավ, այսպես լացում էր, որ մենք արդեն պլանավորում էինք ամուսնություն, բայց դավաճանեց, ինչպես կարող էր ինձ այսպես ցավ պատճառել եւ այլն, ու իր զայրույթի ինչում էր ասում էր, որ իսկ ինքը ինձ ասում է, որ բայց ինչի ես ջղայնանում, ենք երբևէ չենք խոսել, որ դա չի կարելի, իմ ընտանիքում դա նորմալ է եղել։ Եվ ես այսպես մտածելով ասեցի, գիտես, ցավալի է, բայց նա ճիշտ է։ Ինչ, այսինքն ամփոփելով կարող ենք եզրակացնել։ Մեզանից ամեն մեկ ունի նորմերի իր պարունակությունը, պատկերացումը, մենք պետք է խոսենք դրա մասին նախամուսնական փուլում։ Խոսենք, ինչպես եմ ես պատկերացնում մեր հարաբերությունները, որն է այն սահմանը, որից այն կողմ մենք կարող ենք խոսել դավաճանության փաստի մասին։ Եվ այս պարագայում կարևոր է թե յուրաքանչյուրը ինչ է պատկերացնում, ինչպիսի պատկերացումներ ունի, որովհետև ըստ դրա էլ կամ համարում է դավաճանություն կամ ոչ։ Ճիշտ է, որովհետև մեկի համար օրինակ կարող է դավաճանություն համարվել, եթե իր զուգընկերը էլեկտրոնային ինչ-որ նամակագրության միջոցով ինչ-որ մեկի հետ գրվում է, դա կարող է համարվել դավաճանություն, կախված իր ընկալման դիրույթից էլ։ Այո, եւ այսօր եթե խոսենք դավաճանության տեսակներից, մեր օրերում 21-րդ դար շատ բաներ փոխվել է։ Եթե մենք մի ժամանակ կարող էինք ասել դավաճանությունը դա միայն սեռական ակտն է մեկ այլ անձի հետ, այսօր շատ այցելուներ նշում են, որ իրենք շատ ավելի խորը ցավ են ապրել, երբ որ նկատել են, որ իրենց զուգընկերը էմոցիոնալ կապի մեջ է մեկ այլ անձի հետ։ Հուզական կախվածություն, ձգողականություն, ունի ինչ-որ խնդիր, շտապում է կիսելու, շտապում է քննարկելու մեկ այլ անձի հետ։ Դավաճանություն է արդյոք, երբ որ ես ֆլիրտ եմ անում մեկ այլ անձի հետ կամ առավոտյան շտապում եմ լոգարան պոռնոգրաֆիկ նյութեր նայելու։ Դավաճանություն է արդյոք։ Դավաճանություն է, երբ որ ես չաթ եմ անում մեկ այլ անձի հետ։ Պարզ զրույց։ Այսինքն, թե ինչն է ինձ համար դավաճանություն, պետք է խոսել, պետք է պայմանավորվել։ Լինում է, որ ինչ-որ մեկի համար այո, մեկ այլ անձի հետ այդ նամակագրությունը շատ ցավալի մի բան է, իսկ իր զուգընկերը ասում է, որ բայց ինչ կա դրա մեջ, ինչ եմ արել։ Հետևաբար խոսել, պայմանավորվել, որ հետո հասկանանք ինչու մենք մեղադրում մեր ընկերոջը, զուգընկերոջը։ Եվ հստակեցնել սահմանները, երբ են արդեն անցնում թույլատրելի սահմանը։ Անի, եկեք խոսենք, թե ինչն է մղում անձին դավաճանության։ Սա շատ թերապևտիկ եւ խորը մի բան է, որովհետեւ երբեմն ես որպես թերապևտ կանգնած եմ լինում այդ երկու ճշմարտությունների արանքում, երկու ցավի արանքում, հա։ Մի կողմից դավաճանված անձն է, որը երբեմն հեչ միտում չի ունեցել փլուզելու այս հարաբերությունը։ Երբեմն դավաճանող անձը, օրինակ, փնտրում է մեկ այլ անձի կամ կարող ենք համարել, որ նա փնտրում է մեկ այլ անձի, բայց իրականում ինքը փնտրում է ինքն իրեն։ Փնտրում է իր կորցրած եսը, որը կորցրել է այս հարաբերության մեջ, այս ամուսնական, տևական, ինչ որ առումով մոնոտոն հարաբերությունների մեջ։ Եվ փնտրելով այնտեղ ինչ որ բան, իրականում թերապևտիկ դաշտում պարզվում է, որ ինքը հենց այդ իր կորցրած եսն է փնտրում։ Իսկ մյուս կողմից դավաճանված անձն է, որը կարծես անverջ ներդրում է արել այս մենքի մեջ եւ այս համակարգը փաստորեն քանդվելով ինքը մնում է մերկ վիճակում։ Փորձում է ներել, փորձում է գտնել երբեմն վստահությունը, բայց ամեն վարքյան սպասում է նոր հարվածի։
Եվ գտնել պատճառները հաճախ երբ որ մենք օգնում ենք, փորձում ենք ուղեկցել, հա, մարդուն գտնելու, հասկանալու, ապրումակցելու զույգին ով դավաճանել է, անձը երբեմն չի գտնում այդ ռեսուրսը հասկանալու, այսինքն այդ թերապևտիկ դերը վերցնելու, արի հասկանամ, թե ինչու է ամուսինից ինձ դավաճանել։ Նրան երբեմն պետք չէ հասկանալ, բայց հաղթում են այն զույգերը, որոնք փորձում են ոչ թե դատել, այլ իսկապես հասկանալ, որովհետև դավաճանությունը դա նախ լինում է ավելի խորը ասպեկտներում, հետո նոր արդեն տեսանելի դաշտ է տեղափոխվում։ Այսինքն ամփոփելով, դավաճանել անձը կարող է իր եսը փնտրելու պատճառով, երբեմն անձը դավաճանում է, որովհետև ինքը նարցիսական անձնային գծեր ունի եւ կարծում է, որ ինքը ավելի լավին է արժանի։ Ինչու ոչ, հա, այստեղ ինձ լավ չի, այստեղ ինձ դիսկոմֆորտ է, այստեղ ես անսեր եմ, անէմոցիա եմ եւ ես գնում եմ ավելի լավ բան փնտրելու։ Երբեմն անձը կարող է դավաճանել, որտեղ էմպաթիկ չէ դիմացինի ցավի նկատմամբ, չի ապրումակցում, անգամ չի զգում դիմացինի հոգում ինչ է կատարվում, տառապանքը չի տեսնում։ Եվ կարևորում է իր հաճույքը։ Իր հաճույքը, երբեմն անձը կարող է դավաճանել, որտեղ պատասխանատվության զգացումը իր մոտ շատ տուժած է, հետևանքի մասին չի մտածում կամ քիչ է մտածում։ Երբեմն անձը կարող է ուղղակի դավաճանել, որտեղ սիրում է նոր բացահայտումներ։ Ինքը տեսակով էքստրավերտ է, անդադ փնտրում է նորը եւ այդ նորի փնտրտուքի մեջ բնականաբար կա ռիսկ սերային դաշտում փնտրել նորը նաեւ։ Այսինքն մենք անverջ կարող ենք խոսել պատճառներից, բայց երբ որ անձը գալիս է, թերապևտի գործն է հասկանալ ճիշտ այս անձը ինչու է դավաճանել, որտեվ իր խոսքից օգտագործած բառերից մենք կարող ենք հասկանալ։ Անց կա ինքը ուղղակի ասում է ոնց անեմ, որ այս ամեն ինչ անցնի գնա, էլի ամեն ինչ առաջվանը լինի։ Ինքը չի ուզում հասկանա, ինքը ուզում է վերացնել հարաբերություններում առկա դիսկոմֆորտը։ Չխոսանք այդ մասին, մոռանանք, լավ, ես հիմա հասկացա, վсё, ամեն ինչ հասկացա, էլ մի խոսա։ Ինքը ուզում է մի րոպե շուտ գնա, այո։ Բայց երբեմն անձը գալիս է ու լուր է, որովհետև ինքը հենց տառապում է, ինքը փնտրտուքի մեջ է, ինքը միտում չի ունեցել փլուզելու ինչ-որ բան։ Պարզապես իր փնտրտուքների մեջ, իր օրինակ տղամարդկանց պարագայում տարիքային ճգնաժամերի ընթացքում է շատ լինում, հա։ Իր այդ եսի փնտրտուքների, իր ճգնաժամերի մեջ նմանօրինակ քայլի է գնացել եւ հասուն անձը ասում է այո ես դա արել եմ, ես ընդունում եմ որ ես դա արել եմ եւ ես ուզում եմ հասկանալ նախ ինչպես ապրեմ այս ցավի հետ, ինչպես օգնեմ որ դիմացինս կարողանա հասկանալ, ինչպես օգնեմ իրեն տանել, կրել այս լուծը, ցավը, այսինքն պատասխանատու անձը շատ ավելի ուրիշ դիրքում է, դա անձն աչքով կարելի է տեսնել։ Անի, տղամարդկանց մի խումբ կա, որը ապրելով իր բնականոն կյանքով նվիրված լինելով իր ընտանիքին, փորձում է հնարավորինս իհարկե խուսափել ցախ գնալու հնարավորությունից եւ երբեմն նույնիսկ պիտակավորում են իրենց ասելով ղզիկ կամ այլ տեսակի պիտակավորումներ։ Ինչպես անել հավասարակշռությունը պահելու առումով եւ երբեմն նույնիսկ ճնշման են ենթարկվում իրենց ընկերների կողմից, շատ դեպքերում համարելով, որ իսկական տղամարդը պետք է այնուամենայնիվ գոնե կյանքում մեկ անգամ, ինչպես հաճախ լսվում է իրենց զրույցներում, գոնե մեկ անգամ լևի գնա, ձախ գնա։ Այո, դե ես կարծում եմ, որ դավաճանությունը շատ ավելի տարածված բան է, քան չդավաճանելը, սա ցավալի է, բայց փաստ է, եւ եթե անձը եւ բացառություններ են այսպիսի ընտանիքները, հա, որտեղ չկա դավաճանություն, չի լինում ի վերջո միջև վերջ դավաճանություն, բացառություններ են, եւ այն անձը, որ իսկապես կարողանում է հաղթահարել այդ սոցիալական սպասելիքները եւ մնալ հավատարիմ իր կնոջը, շատ մեծ արժեքների կրող է իրականում։ Եվ ես կարծում եմ, որ այն անձը, ով իրականում կրում է այդքան խորը, կայուն, հիմնական արժեքներ, ինքը գլուխ կհանի նմանօրինակ մակերեսային զրույցներից։ Եվ ինչպես բերել, հա, եթե օրինակ ես մայր եմ եւ սերունդ եմ դաստիարակում, ինչպես բերել իմ երեխային այն կետին, որ դու քո կայացրած ընտրությունների եւ որոշումների համար կարողանաս գլուխդ բարձր պահել, նորից հիմքը խոսել արժեքներից, ինչն է ինձ համար կարեւոր, զարգացնել անձի մեջ էմպաթիա, որ այս պահին իմ թրուցիկ հաճույքը, օրինակ շատ մեծ ցավ կարող է պատճառել իմ զուգընկերոջը, ես կարող եմ արդյոք ինձանից դուրս գալ եւ մտածել իմ զույգի մասին։ Այսպիսի հարցերի շուրջ մտորումները կօգնի, որ այդ սոցիալական սպասելիքներին հաղթահարեն անձիկ։ Եվ կարծում եմ նաև պատասխանատվության
զգացումը, որ ամուսնանալիս դու պատասխանատվություն ես կրում արդեն ընտանիքի համար, ընտրությունդ կատարելուց հետո արդեն պետք է հասկանաս, որ ապրում ես արդեն ոչ միայն քեզ համար, այլ նաև այն ստեղծած ընտանիքի, որի հետ դու ապրում ես, եւ այստեղ արդեն ժամանցը, հաճույքը պետք է դառնան ինքնստինքյան երկրորդային եւ ոչ կարեւոր եւ բոլոր այդ հայացքները վերանայման կարիք են ունենում ինչ ամուսնանալը եւ ամուսնանալուց հետո, այսինքն ամուսնություն ինքնին արդեն լուրջ քայլ է եւ պետք է դրան պատրաստ լինել, որպեսզի հետագայում նման խոսակցությունների տղամարդիկ չբախվեն, թե իսկական տղամարդը պետք է ամեն դեպքում միշտ իր զվարճանքները ապահովի, որովհետեւ հետո դրանք արդեն իրենց հետևանքներն են ունենում։ Այո, եւ այստեղ գիտեք ինչն է ցավալի, ես հիմա նորից իմ փորձին գնացի մասնագիտական, որ երբեմն մենք կարող ենք հանդիպել դավաճանած անձի, ով երկար ու ձիգ տարիներ այդ արժեքները կրող անձն է եղել եւ ներկայում էլ կրում է, հա, բայց օրինակ գնացել է դավաճանության։ Այդպիսի փաստ է արձանագրված արդեն։ Եվ անձը կարող է վկայել, որ այդ լավ զուգընկեր լինելու դերի մեջ ինքը իսկապես արդեն կորսվել է, որտեվ ես սկզբում նշեցի, չէ, որ անձը երբեմն գնում է փնտրելու իր կորցրած եսը, եւ եսը, որը ինքը կորցրել է այդ համակարգի մեջ, եւ երբեմն կարծես անձը փորձում է քանդելով այդ համակարգը գտնել իրեն, այսինքն երբեմն այդ լավ կին, լավ հայր, լավ զուգընկեր, այդ ավանդական մոդելը պահող տղամարդ երբեմն իսկապես տղամարդիկ հոգնում են այդ լավ դերերից, հա, որ ես լավ ամուսին եմ, մի տարի, 10 տարի, 20 տարի եւ մի օր կարծես սկսում են ճեղքել ու քանդել այդ համակարգը եւ երբեմն մոտիվը կարա լինի անգամ պատժելը զուգընկերոջը այսինքն այո, ես այս քայլով ուզում եմ ցավ պատճառեմ մեկին, ում պատճառով, ում հետևանքով ես կորցրել եմ իմ եսը։ Տարապում եմ, այո։ Անի, խոսեցինք տղամարդկանց դավաճանության մասին եւ կարծես թե քննարկումների ժամանակ էլ ավելի շատ խոսվում է տղամարդու դավաճանության մասին, բայց չի խոսվում կանանց դավաճանության մասին։ Եվ ես իմ պրակտիկայում եւ վստահ եմ դուք էլ ականատեսեք նման դեպքերի, երբ նաև կանայք են դավաճանում եւ նույնիսկ այսպեսի ասույթ կա, ասում են տղամարդը դավաճանում է մարմնով, կինը հոգով, բայց ամեն դեպքում կարծում եմ դավաճանությունն է։ Եկեք խոսենք նաև կանանց մասին։ Այո, հենց այդպես էլ շատ հետազոտություններ փաստում են, որ տղամարդը սովորաբար ոչ պետք չի ընդհանրացնել, սովորաբար դավաճանում է սեռական մղումներից ելնելով, կանայք իրենց էմոցիոնալ դաշտի պահանջմունքները բավարարելու համար, ինչ էլ որ լինի, մենք պետք է հասկանանք, որ ով որ դիմում է դավաճանության, գնում է դավաճանության, երբեմն ունի շատ հիմնային բազային պահանջմունքներ, որոնք բավարարված չեն, երազանքներ, որոնք լսված չեն, ցավ, որը ոչ մեկ չի նկատում։ Անգամ այսօր մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում թերապևտիկ դաշտում մեր մեջ եղած փոքրիկ երեխային եւ նույն այդ աղջիկը, ով դիմել է դավաճանության, գուցե իսկապես մեկ այլ անձի գրկում փորձում է գտնել այդ ջերմությունը, սերը, որ գուցե անգամ իր հայրական տանը նա չի ստացել։ Եվ երբեմն ես ունեի մի այցելու, որ ասում էր, երբ որ ես հայտնվեցի մի հարաբերության մեջ, որտեղ կար այնպիսի մթնոլորտ, ստեղծված էր այնպիսի դաշտ, որտեղ ես ինձ զգում էի լսված, գրավիչ, գեղեցիկ, սիրելի, սիրված, ես անգիտակցաբար անընդհատ ձգում էի դեպի այդ հարաբերությունը, հա, լինեմ մի միջավայրում, որտեղ օգնում են ինձ զգալ գրավիչ։ Այսինքն կանանց պարագայում այդ էմոցիոնալ դաշտը շատ առաջնորդող կարող է լինել, բայց ես կարծում եմ, որ այսօր մեր օրերում երկուսն էլ տարածված է եւ ինչու ասեմ։ Մեր օրերում այդ հեդոնիստական համոզումները շատ տարածված է, որ կյանքը հաճույքի համար է։ Հա, ես ստեղծված եմ եւ ես ուզում եմ վայելեմ կյանքը եւ ես ուզում եմ հաճույք ստանամ իմ հարաբերություններից եւ եթե հարաբերություններում արդեն չկա հաճույք, ինչ եմ ես անում այստեղ։ Եվ ներկայիս մեր օրերի երիտասարդությունը կրելով այս համոզումները հեդոնիստական, ահա որ շատ մենք տեսնում ենք դավաճանության փաստեր, ամուսնալուծություններ, որտեղ անձը չի ցանկանում մնալ դիսկոմֆորտի մեջ, մնալ մի հարաբերության մեջ, որտեղ էլ իրեն լավ չէ։ Բայց մենք գիտենք, որ այն հարաբերությունները, որոնք որ երկարատև, կայուն տարիներով, հա, այդ փորձառությանն են ենթարկվել եւ հաղթել են, այդտեղ հավատարմության հետևում ընկած է եղել հանդուրժելը, համբերելը, հանդուրժել ոչ բացասական իմաստով։
Երբ որ ես կարող եմ մնալ միտեղ, որտեղ ինձ դիսկոմֆորտ չէ, բայց իմ արժեքները այնքան ուժեղ են, որ ես դրա վրա կարող եմ հենվել եւ հարատևել։ Եվ նաև քիչ չեն նային դեպքերը, հաճախ նաև դա լսում եմ այցելուներից, կանանցից, որոնք ինչպես որ դուք նշեցիք, փորձում են վրեժ լուծել։ Այո։ Ինչ որ ձևով, իմանալով ամուսնու դավաճանության մասին, այո, նման ոչ առողջ տարբերակ ընտրելով փորձում են իբր պատժել ամուսնուն, հակակշռելով կարծես, չհասկանալով, որ դա միայն կործանման կարող է բերել։ Ամուսնալուծությունների հատկապես վերջին տվյալները բավականին մտահոգիչ են, ավելի շատ են սկսել ամուսնալուծվել։ Այստեղ ամուսնական դավաճանությունները տեղ ունեն եւ եթե այո, ինչ տեղ ունեն։ Տեղ ունեն, բայց ես կարծում եմ, որ դավաճանությունը դա արդեն իսկ հետևանք է։ Հետևանք հարաբերությունների մեջ զրույցի բացակայության, անգույն սեռական կյանքի, ծանրաբեռնվածության, հոգնածության։ Օրինակ ես ունեմ կանանց իմ դաշտում, թերապևտիկ, որ 12-14 ժամ նրանք կարող են աշխատել։ Ամուսինը բնականաբար գալիս է, ասում է ինքը սառն է, միշտ հոգնած է, միշտ գլուխը ցավում է, եւ հետո երբ որ դու առանձին հանդիպում ես կնոջը, հասկանում ես, որ 12-14 ժամ աշխատող կնոջը մի բան է պետք՝ լուռ մնացեք, քնեմ։ Այսինքն այս ամբողջի հետևանքով կարող է լինել դավաճանություն, բայց միթե դավաճանությունն էր պատճառը։ Այնտեղ խորքում չէ, որ կային ուրիշ բաներ, որոնց երկար ու ձիգոր էր, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, որ սեռական կյանքը արդեն այնքան անգույն է, որ ոչ մեկի մեջ էմոցիոնալ ոչինչ չի առաջացնում։ Հետևանք է մի խոսքով դավաճանություն, այսինքն ձեր հարցին արդյոք ամուսնալուծությունների մեջ դավաճանությունը տեղ ունի թե ոչ, ունի, բայց մենք պետք է գնանք արմատին, մենք ոչ թե պետք է դատողի դերից փորձենք հասկանալ դավաճանել է, ինչու է դավաճանել, այլ աղբյուրը, պատճառը, մոտիվը որն է եղել դավաճանության, եւ մենք հայտնվում ենք լրիվ ուրիշ վայրում։ Եվ իհարկե կա ամենակարևոր հարցերից մեկը այն հիմնական խորհուրդները որպես հոգեբան, որոնք պետք են ընտանիք ամուր պահելու համար։ Բազմիցս նշում եմ եւ կկրկնվեմ, որ զույգերը պետք է ունենան որակյալ ժամանակ։ Որակյալ ժամանակ, որտեղ իրենք պատրաստ են խոսելու իրենց երազանքների մասին, իրենց դժգոհությունների մասին, զույգեր, որոնք կարող են բարձրաձայնել, որ այսինչ բանը ինձ լավ է, իսկ այսինչ բանը ինձ դուր չի գալիս, որովհետև երբեմն զոհի դերում հայտնված անձը ում դավաճանել են, հաճախ ինքը մտածում է, որ համբերելով խնդրին լուծում կտրվի, բայց այդ համբերության ճանապարհին ինքը վաղուց հեռացել է իր երազանքներից, իր սահմանները չի ճանաչում, չի զգում, ամեն անձ թող ինքը իր հետ կապ հաստատի։ Ես ինչ եմ ուզում, ինչ է ինձ առհասարակ պետք այս կյանքում, անձը մի կողմ, դիմացինը, զուգընկերս մի կողմ, որտեվ երբեմն այնքան են զուլվում իրենք հարաբերությունների մեջ, այդ մենքի մեջ, որ իր եսը կորցնում է եւ մտածում է ես համբերեմ, դիմանամ, լավ կլինի, կփոխվի, սա կլինի, նա կլինի, ոչ իմանա տեղի չի ունենում, այսինքն զրուցել, խոսել, երազել, բարձրաձայնել ցանկությունների եւ պահանջմունքների մասին, սովորություն դարձնել լսելու սեփական կարիքները եւ ամենակարևորը ընտանիքը մի դաշտ է, որտեղ հարատև պետք է ներդրում անել։ Հարատև պետք է աշխատել այդ հարաբերությունների վրա, բայց այսօր ոչ մեկ հավես չունի։ Ուզում են այսպես երկնքից հրաշալի ընտանիք ընկնի իրենց գլխին, այդպես չի լինում։ Քանի որ հարաբերությունները անընդհատ խնամքի կարիք ունեն։ Անի, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, թեման իրոք անսպառ է։ Հուսով եմ, որ մեր այսօրվա քննարկումը իհարկե կտա իր անհրաժեշտ կարևոր խորհուրդները մեզ հետևողներին։ Հուսով եմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այս կարևոր թեմայով այսքանը։ Եղեք առողջ։ Իմ մասնագիտական կյանքում տեղի ունեցած տարբեր դեպքեր ոչ միայն կարող են զվարճալի լինել, այլ նաև սովորեցնող։ Այսօր ուզում եմ հիշել մի դեպք, որը տեղի ունեցել տարիներ առաջ, բայց նրա բովանդակությունը այսօր էլ շատ դեպքերում կրկնվում է, եւ ես որոշել եմ դրա մասին պատմել։ Եվ պայմանականորեն այն վերնագրված է 30-ից տղամարդուն մի բերեք սեքսապաթոլոգի մոտ։ Տարիներ առաջ ինձ զանգահարեց մի տիկին եւ
շատ տխուր եւ անհանգիստ ձայնով սկսեց մանրամասն նկարագրել, թե ինչ խնդիր ունի իր երեխան, ասելով, որ երեխաս խնդիր ունի եւ ես ուզում եմ բերել ձեզ մոտ, բժիշկ ջան, խնդրում եմ օգնեք մեզ, ոչ մի կերպ չեմ կարողանում լուծել իր խնդիրը։ Դե նման դեպքերում բնականաբար հասկանում ես, թե առաջին հայացքից գործ ունես իսկապես երեխայի հետ։ Երբ որ երկար լսեցի կնոջ գանգատը եւ անհանգստությունը, հարցրի, թե քանի տարեկան է երեխան։ Ասեց, տղաս 30 տարեկան է, բժիշկ։ Հարցրի, իսկ ինչու եք դուք զանգահարել։ Ինչին իհարկե կինը պատասխանեց, ինչ տարբերություն, բժիշկ ջան, ես եմ զանգահարել, թե ինքը։ Մեր տանը գաղտնիքներ չկան եւ ես գիտեմ նրա ինձ իմ կյանքի մասին ամեն ինչ։ Իհարկե հորդորեցի, որ ճիշտ կլինի, որ զանգահարի տղան, բայց կինը պնդեց, որ խնդրում եմ ժամ տրամադրեք, որպեսզի տղայիս բերեմ։ Ոչ թե տղան գա, այլ տղայից բերեմ։ Սա էլ է արդեն իհարկե շատ բանի մասին խոսում։ Ժամ ամրագրեցի եւ եկավ իհարկե այդ օրը, երբ տղան պետք է գար եւ եկան երկուսով՝ մայրը եւ տղան։ Խնդրեցի, որ մայրը սպասի, որովհետև զրույցը բնականաբար սեքսապաթոլոգի կաբինետում միշտ պետք է լինի առանձին, որովհետև կոնֆիդենցիալ հանդիպում է եւ շատ հարցեր պետք է քննարկվեն միմիայն մասնագետի հետ։ Մայրն ասաց, որ ոչ, ես պետք է ներկա լինեմ, որովհետև մենք իրարից գաղտնիք չունենք։ Բնականաբար կոնսուլտացիան տեղի չունեցավ, որովհետև նման պայմաններում հնարավոր չի քննարկել հարցը, առավել եւս այն դեպքում, երբ բժիշկը պետք է հարցը ավելի բացի տա, ավելի բաց հարցեր եւ պահանջեցի, որ կինը սպասի դրսում։ Եվ ինչ նկատեցի, կինը նստել էր դրսում, բայց այն աթոռին, որ ամենամոտն էր իմ դռանը եւ ականջ էր փորձում դնել, լսելով մեր զրույցը։ Ցավոք նման դեպքերը շատ են։ Ինչի համար եմ ես սա պատմում։ Հարգելի ծնողներ, հիշեք, ձեր երեխաներ են մինչև 18 տարեկանը։ Դրանից հետո իրենք արդեն մտնում են հասուն կյանք, ունեն իրենց անձնականը եւ իրենց անձնական հարցերի դեպքում բժշկի գնալիս պետք չի զանգահարել բժշկին, երեխայի փոխարեն, ինչպես դուք եք ասում, այց ամրագրել, որովհետեւ դուք դրանով իսկ խախտում եք այն սահմանը, որի արդյունքում ձեր տղան կարող է դառնալ կախյալ եւ ունենալ բազմաթիվ խնդիրներ։ Եվ տղան իսկապես ուներ խնդիրներ։ Նա չէր կարողանում ծավալել սեռական հարաբերություններ, որովհետեւ մինչեւ այդ տարիքը ինքը դեռ գտնվում էր մոր հիպեր գերխնամքի տակ, որը սեռական դաստիարակության կոպտագույն սխալներից է, ինքնուրույն չէր եւ ոչ մի քայլ չէր կարողանում պատկերացնել, որը կարող էր անել առանց մոր միջամտության կամ խորհրդի։ Այս խնդրին առնչվում են ոչ միայն տղաները, այլ նաև աղջիկները։ Եվ շատ դեպքերում ես իմ գոլեգա գինեկոլոգներից եմ լսում նման պատմություններ։ Այս հարցում եւս իհարկե պետք է ուշադիր լինել եւ հասկանալ, որ գինեկոլոգի մոտ գնալիս գուցե ծնողը կարող է հորդորել, խորհուրդ տալ դիմել բժշկի, բայց պետք չի մինչև վերջին քայլը լինել կողքին, փորձել իմանալ բոլոր մանրամասները, որովհետև դա միայն կարող է խանգարել։ Վերջիվերջո պետք է հասկանալ, որ երեխան, որը երեխա է ձեզ համար, նույնիսկ այս պահին վաղուց արդեն երեխա չէ, ունի իր անձնական կյանքը եւ կարիք ունի բժշկի հետ առանձին քննարկելու իր ինտիմ հարցը։ Այսօրվա թողարկումն ավարտվեց։ Գտեք մեզ ATV եթերում, իսկ համացանցում փնտրեք մեզ ամեն ուր, ամեն օր, ցանկացած պահի, նայեք մեր տեսանյութերը, մեկնաբանեք ու տարածեք։ Եվ շնորհակալություն ձեր թողած մեկնաբանությունների համար, որոնք մեզ համար անչափ կարևոր են։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք կուզենայիք լսել։